Պատերազմի սարսափն ու դաժանությունը գիրու պատում։ Յուրի Կոտենոկ 44-օրյա պատերազմի մասնակից լրագրողը իմի է բերել մարտական գործողություններում տեսածն ու զգացածը։ Փրկվածը Բաթումից Բախմուտ հատուկ գործողությունների տարեգրություն։ Գրքում սոսկ հուշեր չեն, այլ հրթիռակոծություն է վերապրած մարդու հույզեր ու մտորումներ։ Фактически меня спасла молитва. Ինձ փաստացի աղոթքը փրկեց։ Շուշիի Ղազանչեցոց էինք գնացել նկարելու արդեն խոցված եկեղեցին։ Հակառակորդը միտումնավոր էր թիրախավորել այն։ Ադրբեջանական ԱԹՍ-ն վնասել էր գմբեթը, տանիքին մեծ անցք էր առաջացել։ Վնասվել էին նստարանները, սրբապատկերները։ Հասցրի ստենդափ անել, աղոթել։ Մի հրթիռ էլ ոտքից տակ ընկավ եւ ինձ էլ օդ հանեց։ Ռուս լրագրողի գիրքը նաև այն մասին է, ինչպես է բաբախում զարկերակը մահաբեր հրթիռների ընկնելու պահին կամ ինչպես են հոսպիտալում վիրահատական սեղանին աղոթքները հասնում օգնության բժշկական գործիքներին հավասար։ Ռուսական տունը Հայաստանում շատ խորհրդանշական հանդիպում շնորհանդես է իրականացնում։ Ըստ էության կարելի ասել, որ դա պրոֆեսիոնալ թղթակցի ոչ միայն թղթակցային, այլ նաև մարդկային որոշակի զրույց է իրենից ներկայացնում գիրքը։ Կոտենոկի տողերում լսում ես ինչպես է օրինակ դղրդում Բախմուտը, տեսնում ես մարող աչքեր, որ շողում էին վայրկյաններ առաջ, պատերազմի մղձավանջը հասնում է ընթերցողին, նա կարեկցում է գրողին ու ասես ցանկանում է կիսել հեղինակի ցավը։ Нужно четко понимать, что Պետք է հստակ իմանալ, քաղաքացիական օբյեկտների եւ պատմական հուշարձանների թիրախավորումը ցեղասպանություն է։ Ղազանչեցոցից Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ կայծակնային արագությամբ ռուս լրագրողի կյանքը փրկել գուցե հնարավոր չլիներ առանց Սամվել Սարգսակի։ Յուրիին առաջին անգամ տեսել եմ Շուշիում, նրա հետ ծանոթացել, ողջ ես հարցը տալով։ Այն ամենից հետո ինչ կատարվել էր Ղազանչեցոցում, դժվար էր հավատալ, որ որևէ մեկը ողջ կմնա, բայց բարեբախտաբար ամեն ինչ լավ ավարտվեց։ И несмотря на то, что книга о войне, Չնայած գիրքը պատերազմի մասին է, այնտեղ կարելի է գտնել Աստծուն, որովհետև մարդ, որի կյանքը կախված է մազից, միշտ էլ ավելի մոտ է Աստծուն։ Ռուս լրագրողը այնքան է կապվել հայերին ու Հայաստանին, որ ամուսնացել է հայուհու հետ։ Ալիսան նրան պարգևել է երկու զավակ՝ Հովանեսը ու Մարիամը։ Սևակ Վարդումյան, Սիմիկ Մանիլյան, Էպիկենտրոն։